Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մենք տեսնում ենք, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած այդ միջադեպի շուրջ այս խոսակցությունները շարունակվում են, ինչպես հայտնի է Ծաղկազարդի օրը, Կիրակի տոնական մթնոլորտ, եկեղեցին լեփլեցուն, այնտեղ գալիս է վարչապետը, բնականաբար պահպանության ծառայողների հետ եւ 3 հոգի ինչ որ անհասկանալի պահվածքով մարդիկ, որոնք նաեւ իրենց նախկին պաշտպանության նախարար մի Արշակ Կարապետյան կա, դրա իբր գաղափարակիցները, դրանցից մեկը ուղղակի փորձում է ձեռքով հարվածել վարչապետին։ Դրանից հետո սկսում են այսպես խոսակցությունները, երեխաներ, երիտասարդներ, էլ հիվանդ են, էլ չգիտեմ, առողջական խնդիրներ ունեն, որ ասենք ազատազրկման հակասում է եւ այլն, եւ այլ սրտաճմլիկ խոսակցություններ են սկսել, ընդհանուր մինչեւ այն, որ դե ինչ էր, մարդը հիմա հուզված էր եւ այլն եւ այդպես շարունակ։ Մինչդեռ քրեական գործ է հարուցված, մենք իհարկե այս իրավական մասը կթողնենք մի կողմ, սակայն հասարակության վերաբերմունքն է այստեղ շատ կարեւոր, իսկ վերաբերմունքն էլ նաեւ շատ դեպքերում այո սերում է մեր այն մշակութային բազայից, որը մի օրվա մեջ չէ, որ ստեղծվում է, դա ընկալումների մի ամբողջություն է, թե ինչն է լավը, ինչն է վատը, ինչն է բարին, ինչն է չարը, որում այս ամենը մեզ նաեւ որպես օրինակ իհարկե տանում են աստվածաշնչյան ժամանակներ, երբ ամբողջին տրված էր որոշելու, թե ով է արդարը, ով ոչ, եւ մեկ էլ պարզվեց, որ Բարաբան եւս հայրենասեր էր եւ արժանի էր ազատվելու, մինչդեռ ուրիշը մի պարզ տղա, որ ընդամենը ճարեր էր ասում, եթե այսպես ժամանակակից տեսանկյունից նայենք, մեկ էլ պարզվում է, որ նա դեմ է ընդհանրապես բոլորին եւ արժանի է մահապատժի։ Այս ամենը իհարկե ընկալումների նենգափոխման մասին էր վկայում այն ժամանակվա եւ այդ ամբողջային մտածողության։ Հիմա մենք տեսնում ենք միայն միտումը, որ փորձում են այս ատելության եւ բռնության քարոզը, որը շատ հստակ ռազմավարությամբ ներդրվում է մեր հրապարակային քաղաքականության մեջ, դա նորմալացնել։ Ինչու՞, որովհետև շատ հստակ է, որ այդ քարոզը այո մաշեցնում է, ինչպես մեկն էր տեխնացուներից խոստանում մաշեցնում է ժողովրդավարությունը, բովանդակազրկում է այն։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է մեր համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, մշակութային մարդաբան Յուլիա Անտոնյանը, բարով եք եկել տիկին Անտոնյան, շնորհակալ եմ նորից ձեզ տեսնելու համար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Անտոնյան, դուք այսպես ասենք ձեր մասնագիտական տեսանկյունից եք նաև նայում այս ամենին, ինչ ասենք մենք սովորական մահկանացուներս ուղղակի կտեսնենք լրահոսում եւ կանենք մեր ուղղակի մարդկային, բայց ոչ պրոֆեսիոնալ այսպես հետևությունները։ Ձեզ ինչպես է այս ամենը երևում, մանավանդ երբ մի քիչ խորանանք նաև այն հասկացության մեջ, որը կոչվում է հիբրիդային պատերազմ, որը ըստ էության ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու եւ ուղղված է եթե հրետանին ուղղակի ավիրելու համար է, հիբրիդային պատերազմը ուղղակի կազմաքանդում է հանրային մտածողությունը, բեկում այդ պատերազմողի նպատակներին համահունչ։ Համեցեք։
Շնորհակալություն։ Հետաքրքիր հարց եք տվել եւ իրականում սա կարծես թե ինչ որ մի փոքր դրվագ էր, հա, ընդամենը, բայց իրոք ես այդ դրվագի վերաբերյալ նայում էի բազմաթիվ կոմենտներ, տարբեր ստատուսների տակ, տարբեր կայքերում։ Ինձ հետաքրքիր էր ընդհանրապես ինչպես է ժողովուրդը դա ընկալում, որտեղ որպես մշակութային մարդաբանի համար ինձ այդ դրվագը ընդամենը հուշում է ինչ հիերարխիաներ, ինչ փոխընկալումներ եւ ինչ ընդհանրապես տրամադրություններ կան մեր հասարակության մեջ։ Ու ինձ հետաքրքիր մի եզրակացության եմ եկել, որ իհարկե կա մի շերտ, որոնք ուղղակի ունեն անձնական խնդիրներ հա այդ իշխանության հետ եւ որոնց մասին մենք մի քիչ հետո կխոսենք այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում, որը միանշանակ արդարացնում է այդ գործողությունները, արդարացնում է ցանկացած բռնությունը, հատկապես իշխանությունների նկատմամբ, հայտարարում է իշխանություններին դավաճան, հայտարարում է նրանց կործանիչ, սատանայական եւ նայած ուրեմն սեկուլյար թե կրոնական է այդ մարդը եւ դրանց հետ քիչ թե շատ ամեն ինչ հասկանալի է, բայց ինձ ավելի հետաքրքիր է այլ շերտերը, նաեւ այն շերտն է հասկանալի, որը հակառակ, ասենք, մեղադրում է, հա, այդ խուլիգաններին, որոնք եկել են, հարձակվել են վարչապետի վրա, ինչու նա իրավունք չունի մտնել արդյոք եկեղեցի եւ այլն, բայց իրականում կա նաեւ մի շերտ շատ հետաքրքիր, որը դա փորձում է դիտարկել տարբեր իրավական բացատրությունների, իրավական գնահատականների լույսի ներքո։ Եվ զարմանալիորեն այդ շերտը, ինչպես սովետական ժամանակ ասենք, մտավորական շերտն է, այն շերտն է, որը իրեն միշտ դիրքավորել է որպես ընդդիմադիր, որպես նույնիսկ դիսիդենտական, որպես որոշ չափով նաև մարգինալ, եւ զարմանալիորեն ինձ համար երևի զարմանալիորեն չէ, նրանք փորձում են ուրեմն միանգամից արժևորման ինչ որ ուրեմն բնութագրեր տալ Փաշինյանին որպես իշխանության ներկայացուցիչին եւ այն մարդկանց, ովքեր փորձում են ուրեմն նրա դեմ դուրս գալ կամ ուրեմն նրա հետ ասենք կոպիտ խոսել օրինակ, հա, կամ նրան նույնիսկ փորձել հարվածել եւ այլ եւ այստեղ միանգամից շեշտվում է, որ նրանք անհավասար դիրքերում են, այդ տղաները նրանք ընդհանրապես ասենք խեղճուկրակ տղաներ են, որոնք իրենց ինչ որ ցասումներից ելնելով, հա, փորձում են պաշտպանել իրենց ինչ որ երևակայական իրավունքները կամ իրենց դժգոհությունը հայտնել այդ ձևով եւ ուրեմն Փաշինյանը, որը որպես կառավարության գլուխ, որպես իշխանության ամենագլխավոր ներկայացուցիչ, ինքը պետք է այստեղ պահի շատ հավասարակշռված, կշռադատված եւ կարելի ասել նմանվի աստծոն, որը կամ գուրուին, որը ոչ մի դեպքում, ոչ մի կերպ չպիտի ուրեմն դուրս գա այդ հավասարակշռված վիճակից։ Ու այստեղ ինձ համար շատ հետաքրքիր է, ինչու է դա այդպես, որովհետեւ մի կողմից օրինակ ես եթե իմ անձնական վերաբերմունքը փորձեմ, հա, նկարագրել այդ դեպքի նկատմամբ, չէ, ես կարող եմ հասկանալ, ասենք մարդկանց, ովքեր իրենց մտքերից կամ դատողություններից ելնելով, թե ուղղորդված դա էլ է, հա, նրանք կարող են դիմել ինչ որ ոչ, ասենք ասենք բռնության ինչ որ քայլերին, հա, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ այդ մարդը Փաշինյանը լինի, Պողոսյանը լինի, Պետրոսյանը կապ չունի իրականում, նա այնուամենայնիվ սիմվոլ է, նա ներկայացնում է պետությունը, նա ներկայացնում է նաև այդ Հայաստանը, կոպիտ ասած, հա։ Մա համաձայն եք նրա հետ, համաձայն չեք։ Հասարակության մեծ մասից օրինական մանդատ ունենալու։ Այո, ու այստեղ փաստորեն դրանով դուք ժխտում եք ընդհանրապես իշխանություն ունենալու գաղափարը, որովհետև այստեղ ցանկացած մեկը, ով դժգոհ է, ով ինչ որ անձնական ողբերգություն ունի, որը ինչ որ նույնիսկ շատ անձնական եւ կամ ոչ այդքան անձնական պատճառներ ունի այդ իշխանության դեմ, ասենք, ելույթ ունենալու, նրա բռնությունը, փաստորեն նրա բռնության արդարացնելը նշանակում է, որ դու ընդհանրապես ժխտում ես իշխանության գոյությունը։
Դու կարծում ես, որ այս երկրում պետք է լինի ուրեմն բացարձակ հավասարություն եւ այդ մարդը ամեն ինչի իրավունքը ունի եւ փաստորեն պետական սիմվոլը, պետական այդ բուրգը ինքը չպետք է գոյություն ունենա։ Ու այդ դեպքում դա շատ համահունչ է իրականում, այո, այդ անարխիկ, այսպես ասած, հակումներ ունեցող մտավորականության հետ, որը իրականում նաև այդ անձնավորություններին պաշտպանելով այդ բռնության, ինչ որ ցասման պահերը պաշտպանելով, փորձում են նաև իր սեփական ինչ որ դժգոհություններ դրսևորի կամ արտահայտի։ Ու այստեղ ես անձամբ խնդիր եմ իհարկե տեսնում, որովհետև դա նշանակում է, որ մեր պետականությունը ուրեմն բավականաչափ կայացված չի, որ մեր հասարակության մեջ չկա պետականության ընկալման համապատասխան ձևեր, որոնք կան այլ երկրներում։ Ես չեմ պատկերացնում իրականում, որ Եվրոպայում կամ Ամերիկայում, ասենք, նմանատիպ պահվածք լիներ ու դա նորմալ ընկալվեր։ Ես ուրիշը ասեմ, նման մարդկանց երկու, չգիտեմ, մետր կամ 3 մետր նույնիսկ մոտենալ չէին թույլ տա, հա, ասենք երկրի գլխավորում, որտեղ այստեղ նաև կա կներեք ուրիշ վտանգներ, ինչպես դուք կարծեմ միտեղ գրեցիք, թե ասացիք, որ կարող են նաև զենք վերցնել այդ մարդիկ եւ այդ դեպքում պատկերացնում եք ինչ էր լինելու, եթե ենթադրենք այդ մահափորձը լիներ հաջողակ։ Նշանակում է, որ մեր երկրում կստեղծվեր լիակատար քաոս, որ մենք հիմա շատ կարևոր, ասենք, կարելի ասել ճակատագրական իրավիճակում են գտնվում ու մեկ էլ հայտնվում ենք առանց, ասենք, վարչապետի, որը կազմակերպում է այդ բոլոր process-ները։ Այսինքն, այստեղ կա, ինձ թվում է, պետականության ընկալման, պետականության որպես գաղափարի ընդունման ոնց ասեմ, արժեք, որպես արժեք այդ ամեն ինչը գոյություն չունի մեր մոտ։ Էլի դա բացատրելի է, որտեղ դրանից առաջ ոմանց մոտ, հա, բայց դեռ այդ ոմանց քանակը բավականին շատ է, ես կասեմ, ես երբ որ նայում եմ այդ համամասնությունները, ես տեսնում եմ, որ մարդիկ, ովքեր փորձում են արժևորել պետության գաղափարը, հա, այդ պետական բուրգի գաղափարը, նրանք շատ ավելի քիչ են։ Եվ դա չի նշանակում, որ այդ մարդիկ կոնֆորմիստներ են, կամ նրանք պատրաստ են ծառայելու, կամ նրանք արդարացնում են եւ այլ եւ այլ եւ այլ։ Ամենևին դա չի նշանակում։ Այդ նույն մարդը կարող է շատ մեծ քննադատ լինի եւ կառավարության եւ քաղաքականության եւ չգիտեմ ինչի, բայց իր համար այդ պետականության գաղափարը կամ այդ պետականության գաղափարը մարմնավորող ինստիտուտները, դրանք կոպիտ ասած անհերքելի են եւ անվիճարկելի են։ Նրանք պետք է լինեն եւ նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգությունը լինի դա ինչ որ զուտ հիստերիկաների տեսքով կամ լինի դա բռնության տեսքով, դա ուղղակի չպիտի գոյություն ունենա, դա անհանդուրժելի պետք է լինի ժողովրդի կողմից, բայց դա չկա։ Եվ ելի եմ ասում, դա բացատրելի է, որովհետև դարեր շարունակ, ես չեմ ասում նույնիսկ տարիներ, դարեր շարունակ մենք չենք տեսել սեփական պետություն։ Նույնիսկ այն պետականատիպ կառուցվածքներ, հա, որոնք ինչ որ սուվերենության, ինչ որ ցածր աստիճանի սուվերենության նույնիսկ պատկերացում էին տալիս կամ գաղափար էին փոխանցում, բայց դրանք իսկական պետություն չէին իրականում։ Եվ միշտ պետությունը ընկալվում էր որպես ավելի շատ պատժիչ, որպես բռնություն իրականացնող ինչ որ մի, հա, կազմակերպություն, որի դեմ մարդիկ ոչ միայն տրամադրվում էին, այլ միշտ հարմար պահին փորձում էին ելնել։ Դա է վիճակը եւ իմ պատկերացումը համենայն դեպս այդ process-ի մասին այդպիսինն է։ Տիկին Անտոնյան, նաեւ խոսքը վերաբերվում էր այդ երիտասարդներին, որոնց մեկ էլ սկսեցին երիտասարդ կոչել, եւ սոցհարցումները ցույց են տալիս, որ պրոգրեսիվ գաղափարների նկատմամբ, հա, առավել տարիքային խումբը դա մինչև 35 տարեկաններն են։ Իհարկե այն, որ
կրթության հետ խնդիր է եղել վերջին 30 տարին, ըստ էության, 35 տարին, լավ, սկզբից ասենք ինչ-որ բանել իներցիայով, ինչ-որ պատշաճ մակարդակի իներցիայով էլի մնում էր։ Հիմա մենք տեսնում ենք հետևյալ պատկերը, որ մեզ քիչ էր այդ ռուսական, այդ ֆաշիստական բուհերի ֆիլիալները Երևանում, սլավոնական մեկ մյուսը, որ գիտենք ինչ աղբ են լցնում, հատկապես հումանիտար բլոկում, ռուսական կոնսպիրոլոգիա, որում հիմնականում հակա-արևմտյան, մեր համալսարանում էլ ըստ էության, ինչքան են նախկին չեկիստ ու էլի տենց գաղափարի կրող մարդիկ կան, այդ ամենն էլ ծածկվում է, այսպես, քվարկվում է ակադեմիական ազատության մասին, ինչ-որ մի տենց մտքերով ու իշխանությունն էլ մատը-մատին չի խփում, փաստորեն, երիտասարդությանը հանձնելով այդ, ինչ ասեմ, ըստ էության պետականության թշնամի տարին, հա, ու չմտածելով դրա հետևանքների մասին, արդյունքում մենք sense պատկեր ենք ստանում։ Հետո էլ ասում են երիտասարդը, հետո էլ ասում են, բայց ո՞նց եղավ, որ սենց եղավ։ Բա եղավ։ Գիտեք, իրականում դա հեշտ հարց չի եւ բավականին շատ տարբեր շերտեր կան այդ հարցի պատասխանի մեջ։ Առաջինը գաղափարների մասին, հա, այդ առաջադեմ գաղափարների մասին եւ երիտասարդության Էլի այստեղ տարբեր շերտեր կան։ Առաջին շերտը այն է, որ երիտասարդության բավական զգալի մասը ընդհանրապես սկսել է քիչ հետաքրքրվել քաղաքականությամբ։ Եվ այստեղ ընդհանուր եւ հոգնածությունն է, հյուծվածությունն է իրենց զգացնել է տալիս նաեւ ընդհանուր ցածր բավական կրթական մակարդակը, որը ուղղակի թույլ չի տալիս շատ անգամ հասկանալ ինչ է կատարվում։ Մարդիկ իրենց շուրջը տեսնում են հազար ու մի գաղափարներ եւ ուղղակի չեն կողմնորոշվում, որովհետեւ շատ քիչ ծանոթ են տրամաբանության հետ, շատ քիչ ահավոր վատ են ծանոթ պատմության հետ եւ խոսքը չի գնում հայ ժողովրդի մենակ պատմության, հա, կամ գոնե վերջին մի քանի, ասենք, հարյուրամյակների պատմության, խոսքը գնում ընդհանրապես համաշխարհային պատմության։ Ես դա ամեն օր եմ տեսնում, երբ որ գալիս են նոր եւ նոր ուսանողներ, նույնիսկ ամենապայծառ դեմքերը մեկ-մեկ այնպիսի զարհուրելի, չգիտեմ, ղժացող, ճչացող անգրագիտություն են դրսևորում, եւ ես զարմանում եմ ուղղակի ոնց որ թե այս բաները պետքա որ դպրոցում մարդիկ զուտ փաստերի գոնե տեսքով սովորած լինեին, բայց չկա դա։ Դա նշանակում է, եթե դու չես հասկանում, չգիտես պատմությունը, չգիտես աշխարհագրությունը, նշանակում է դու չես կարող համատել, չես կարող դատել, չես կարող վերլուծել քո շուրջ 4 կողմ եղածը։ Եվ նշանակում է, որ դու սկսում ես ընկնել առաջի պատահածի ազդեցության տակ։ Եվ կոնսպիրոլոգիայի, որովհետև տենց հեշտ է ապրելը, չէ՞։ Ոնց որ անգլերեն ասում են for granted, հա, այսինքն ոնց որ ի սկզբանե տրված մի բան։ Իսկ դա երկրորդ հարցի երկրորդ արդեն շերտն է, այդ ակադեմիական, համալսարանական եւ այլ։ Գիտեք էլի, այստեղ ինձ համար օրինակ շատ մեծ խնդիրներ կան, երբ որ խոսում են ակադեմիական ազատությունների մասին։ Մի կողմից այո, եթե մենք ֆորմալ նայենք, ցանկացած վերևից եկող որոշում կամ ճնշում կամ փոփոխություն, կարծես թե որը չի համընկնում այդ ակադեմիկների, գիտնական դասախոսների ցանկությունների հետ, կարող է թվալ իրոք բռնի, հա, այսինքն ինչ որ մի բան, որը նրանց գլխին ուզում են կապել, վզին կապել, եւ ինչը հատկապես տարիքով մարդկանց մոտ կամ օրինակ իմ սերնդի մոտ կարող է նաև ասոցիացվել սովետական ժամանակների հետ։ Դե այն ժամանակ այո, ամեն ինչ իջացվում էր վերևից, սկսած թեմաներից, վերջացած տեսություններով, բայց հետաքրքիր է, որ այսօր շատ դժվար է
տարբերակել եւ տարանջատել, հա, որտեղ որ իրոք ինչ որ բռնի չմտածված, ինչ որ ուղակի գաղափարական որոշում է ենթադրենք եւ որտեղ, ասենք, ուղակի փորձ է այդ ոլորտում ինչ որ կարգ ու կանոն հաստատել, ինչ որ լրիվ նոր առաջադեմ ստանդարտներ մտցնել, ինչ որ ձևավորել ավելի կարող, ավելի պատասխանատու հանրություն, ակադեմիական, իսկ ես կասեմ, որ մեր ակադեմիական հանրությունը մեծամասամբ պատասխանատու չէ, ինքը ստանդարտներին չի համապատասխանում եւ էլի դա չի ելնում նրանց չարամտությունից կամ նման բան, նրանք այդ են սովորել, նրանք դա գիտեն եւ ահավոր է նա, որ դա վերարտադրվում է, ինձ միշտ թվում էր, որ այս սերնդափոխություն կլինի, բայց լինում է սերնդափոխությունը, բայց գաղափարափոխություն չի լինում։ Ես տեսնում եմ ինչպես օրինակ որոշ ֆակուլտետներում, որոշ ամբիոններում նրանց շրջանավարտները շարունակում են մտածել, ասենք 80-ականների կատեգորիաներով, դա նշանակում է, որ այնտեղ տեղի չի ունենում մեթոդաբանության, տեսությունների, մոտեցումների ինչ որ փոփոխություն։ Արդյոք այստեղ կա, ասենք, կառավարության մեղքը կամ նրանց պատասխանատվության բաժինը։ Ես կասեմ եւ այո եւ ոչ։ Այոն միգուցե այն է, որ շատ որոշումներ, որոնք չեն ընկալվում գիտական համայնքի կողմից, բայց որոնք ենթադրվում է, որ պիտի նպաստեն, հա, այդ համայնքի բարելավման, այդ ստանդարտների փոփոխությանը, նրանք բավականաչափ չեն բարձրաձայնվում, չեն բացատրվում, չեն քննարկվում, նրանց շուրջը տեղի չի ունենում նաև օրինակ հետազոտական աշխատանք, իսկ ես չեմ լսել ոչ մի անգամ, որ պետությունը այս կամ այն որոշումը, օրինակ ամրապնդի կոնկրետ ինչ որ հետազոտություններով, կոնկրետ մարդկանց հոդվածներով կամ գրքերով, դա ցավոք սրտի չկա։ Եվ ես օրինակ կարող եմ հասկանալ, որ այդ որոշումները ընդունում են մարդիկ, ովքեր շատ լավ օրինակ ծանոթ են եվրոպական համակարգի հետ, որոնք սրտանց ուզում են, հա, այնտեղի ինչ որ ստանդարտներ բերել այստեղ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ մեր հասարակությունը եվրոպական հասարակությունը չէ եւ որոշ մեխանիզմներ, որոնք այնտեղ շատ լավ աշխատում են, այստեղ կարող են ուղղակի չաշխատել կամ հակառակը։ Եվ այդ կոմունիկացիայի խնդիրն է շատ անգամ, որ այդ որոշումները միանգամից շատ թշնամաբար են ընկալվում եւ օրինակ այդ Scopus-ի հայտնի ստանդարտի մտցնելը ընկալվում է որպես հայախոս գիտության սպանություն։ Այնինչ դա ակնհայտ абսուրդ է, որովհետև ես չգիտեմ ինչի, բայց օրինակ նույնիսկ Ռուսաստանում, այդ պուտինյան Ռուսաստանում կան մի շարք ռուսերեն հրատարակվող գիտական ամսագրեր, որոնք հաշվառվում են Scopus-ում, դա ինչն էր խանգարում մեր մոտ ունենալ մի քանիսը, որոնք հաշվառված կլինեին Scopus-ում օրինակ։ Դա որպես զուտ մի, ասենք, ուղղություն։ Հիմա եթե վերադառնում ենք քաղաքականությանը, իմ պատկերացմամբ էլի ամեն ինչը ելնում է նաև այդ բարձր, այդ ավագ սերնդի ընդհանուր չբացատրվող, չքննարկվող դժգոհություններից։ Երբ որ ուսանողը կներեք դասախոսից անընդհատ լսում է, «Էս ինչ են անում, էս ինչ սպանում են մեր գիտությունը», ինքնությունն են սպանում, այո, այդ ուսանողը ինչ պիտի մտածի, ինքը իրոք մտածում է, վայ, ահավորա, սարսափա, ինքնությունն էլ պուտինյան Ռուսաստանի սապոգիտակ լինելն է։ Օրինակ ունեմ մի ծանոթ, որը որոշել է վերադառնալ գիտություն եւ գնացել է ակադեմիայի ինչ-որ ինստիտուտներից մեկը, որպեսզի հասկանա ինչպես են հիմա կազմակերպվում, հա, այդ դոկտորանտուրան, պաշտպանելու գործընթացը եւ այլ, եւ այնտեղ նրան ասեցին, որ իզուր ես գալիս, գիտությունը չկա, սպանված է արդեն եւ այլ եւ այլ։ Երբ որ մենք սկսեցինք խոսել, ես ասում եմ, ես զարմանում եմ իրականում, որովհետեւ հակառակը հիմա գիտությունը սկսել է շնչել, որովհետեւ ահագին գումարներ են ներդրվում, ծրագրերի հնարավորություն, մենակ միջազգային կոոպերացիան աննախադեպ է, իրոք աննախադեպ է։ Եթե ես տեսնում եմ, քանի որ նաեւ ընկերներ, ծանոթներ ունեմ, ուրեմն ճշգրիտ գիտություններում, կենսաբանական այդ ոլորտում, ես տեսնում եմ ինչքան սարք
կարգավորում է բերվում, ինչքան ասենք ինչ հնարավորություններ են ստեղծվում, երազել այդ մասին անգամ չէին կարող, ի՞նչ է նշանակում գիտությունը մեռնում է։ Դա նշանակում է, որ այն մարդկանց գիտությունը, ովքեր ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ նոր տեմպերի, նոր ստանդարտների, նոր գաղափարների, նոր տեսական հարացույցերի մեջ, իրենց գիտությունը իրոք մեռնում է ու դա ինձ անկեղծ ուրախացնում է, որովհետև դա նշանակում է որ մի բան այնուամենայնիվ տեղաշարժվում է։ Միգուցե շատ դանդաղ հումանիտար գիտությունը մնում է, այսպես ասենք, ռուսական ֆաշիզմի գավառական ներկայացուցիչների պատանդը ունի առանձնահատկություններ։ Նախ հումանիտար գիտությունը, հատկապես ինչպես մենք ասում ենք հայագիտությունը, բավականին կտրված է։ Բավականին կտրված է, դե մեր մոտ ամեն ինչ, քան որ թեմաները հիմնականում տեղական են, ամեն ինչը մեր մոտ ոնց որ սկսում է բնութագրվել որպես հայագիտության մի մաս, բայց նույնիսկ եթե մենք հայագիտություն չկոչենք, հա, էլի բավականին կտրված էր եւ այստեղ ես ասեմ ինչն է ամենամեծ խնդիրը, առաջինը իհարկե լեզուն է, որովհետև օրինակ կենսաբանները, մաթեմատիկոսները, նրանց մոտ լեզվի խնդիրը միշտ շատ ավելի թեթև էր։ Ես դա գիտեմ հաստատ, որտեղ ժամանակին ինձ նույնիսկ խնդրել են խմբագրել հոդվածներ, հա, անգլերեն տեսակետից, ու ես զարմացել եմ, թե ինչ հեշտ է նրանց գործը, որտեղ մեծ մասը բանաձևեր, սխեմաներ, ինչ որ բաներ, ասենք, եւ մնացածը այդ նկարագրությունը դու օգտագործում ես ուղղակի կրկնվող ինչ որ պատերներ, հա, մոդելներ լեզվային։ Մերը հումանիտար գիտություններում լեզուն դա ամենակարևորն է։ Եթե դու չկարողանաս արտահայտիչ ձևով գրել, եթե չկարողանաս ճիշտ հասկանալի ժամանակակին կոնցեպտուալ լեզվին համապատասխան բացատրել քո գաղափարները, դու չես կարողանա ինտեգրվել այդ համաշխարհային գիտության մեջ։ Ես ավելին ասեմ, օրինակ շատ բնագավառներում, որտեղ խոսքը նույնիսկ հնագետները նույն, հա, իրենք ավելի հեշտությամբ են կարող ուրեմն ինտեգրվել, որովհետև իրենք սովորաբար աշխատում են արտասահմանյան պարտներների հետ, որոնք այդ գրելու դժվար գործը շատ անգամ իրենց վրա են վերցնում։ Տեղացիներից մնում է այդ նյութը պեղել եւ տրամադրել, մնում է նույնիսկ կարող են մասնակցել քննարկումների, վերլուծությունների, բայց այդ դժվար գործը գրելու իրենք փաստորեն արտասահմանցիներ են վերցնում։ Մնացածները ստիպված են իրենք ինչ որ յոլա տանել, հա, կոպիտ ասած, եւ դա մեծ դժվարություն է։ Երկրորդը հսկայական գրականություն կա, որը մենք ցավոք սրտի մինչեւ 90-ական թվականներին ները, որին մենք ծանոթ չէինք ուղղակի, եւ այդ հսկայական կորպուսը կարդալը, հատկապես եթե դու լեզուն լավ չգիտես, դա ահա որ դժվար գործ է, կարդալը, ընկալելը, կոտրելը քո մտածելակերպը, քո ուրեմն վերլուծական լեզուն, դա իրոք հսկայական գործ է եւ շատ քչերն են դրան ընդունակ։ Բայց դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ, որտեղ ես գիտեմ օրինակ նույնիսկ մեծ սերունդի ներկայացուցիչներին, որոնք կարողացել են դա անել։ Իսկ եթե նրանք կարողացել են, եթե իմ հասակակիցներից ոմանք կարողանում են, դա նշանակում է, որ դա անհնարին գործ չի, դա շատ դժվար է, դա բարդ է, մեր առջև շատ ավելի լուրջ եւ բարդ խնդիրներ են ծառացած, քան թե օրինակ մեր գոլեգաների արտասահմանյան, հա, հանդեպ առջև, բայց միևնույնն է, մենք պետք է դա անենք, մենք պետք է դա հաղթահարենք, որովհետեւ եթե մենք դա հաղթահարենք, հաջորդ սերունդներին մեր տվածը արդեն լրիվ այլը կլինի։ Եթե չէ, ուրեմն մենք վերարտադրելու ենք այն հին մոդելները, հին մտածելակերպը, հին աղապարները, հին, ասենք ասենք քաղաքական դիրքորոշումները եւ քաղաքական մտածելակերպը եւ այստեղ իմիջիալոց ուզում եմ մի փոքր հետաքրքիր բան ասել, զարմանալիորեն այդպես կոչված դիսիդենտները, հա, որոնք սովետական ժամանակներում կարծես թե փորձում էին գնալ այդ խորհրդային համակարգի դեմ, տոտալիտար ռեժիմին բնորոշ, նույնիսկ նրանք օգտվում էին այդ նույն ռեժիմի թե բառամթերքից, թե մեթոդներից, թե մտածելակերպից, որովհետև նույնիսկ նրանք այդ ռեժիմի պրոդուկտներ էին։ Բնական։ Հասկանում եք, ու շատերը ում հետ ես շփվում եմ, շատ իրականում իմ ընկերներ են, շատ լավ, շատ խելացի, շատ նուրբ մարդիկ են, բայց նրանք չեն կարողանում ոնց ասեմ, կտրվել եւ ազատվել այդ
կաղապարներից։ Եվ դա ամենամեծ խնդիրն է մեր այսօրվա հանրության, որը փոխանցվում է նաև երիտասարդներին։ Ու ես ճիշտ ասած չեմ պատկերացնում արդյոք այդ process-ը, այդ փոխակերպման process-ը կարելի է ուժեղացնել եւ արդյոք միգուցե պետք է չի արագացնել, որտեվ ես օրինակ նայում եմ Վրաստան, մի օրինակին, այնտեղ կարծես թե արագացրած տեմպերով իրան գնում էին, հետո մեկ էլ այդ բոմբ այդ ամեն ինչը փլվեց, ու այսօր իրանք նորից վերադառնում են այն հին կաղապարներին, այնց տպավորությունա, որ այդ տարիները գոյություն չեն ունեցել։ Ու դա շատ ցավալի է։ Միգուցե դա նշանակում է, որ նրանք հասարակության ներսում այդպես էլ չմարսեցին այդ ամեն ինչը, չկարողացան մինչև վերջ, իրանք ընկալեցին, ընդունեցին այդ մակերեսային, հա, բոլոր այդ ստանդարտները, այդ կաղապարները, բայց ներսում չկարողացան դրանք մարսել եւ վերապրել։ Այդ խորը ներքին վերլուծությունը միգուցե նրանց մոտ տեղի չի ունեցել, որ հիմա այդ խայտարակ վերադարձ է տեղի ունենում դեպի փաստորեն կարելի ասել 2000-ականների սկիզբը։ Տիկին Անտոնյան, կա նաև Արևելյան Եվրոպայի փորձը, որտեղ եւս ապրում էին տոտալիտար ռեժիմի պայմաններում, որում տոտալիտար ռեժիմը ունիվերսալ էր եւ վերաբերվում էր բոլորին, բայց այնուամենայնիվ այդ ռեժիմից դուրս գալուց, երբ բոլորը նույն ստարտային պայմաններում էին, այստեղ պատմություններն են արդեն ելքի տարբեր։ Մեկի մոտ հաջող պատմություն է, մյուսի մոտ անհաջող։ Ոմանց մոտ էլ, այսպես ոնց որ մեր մոտ դոփում ենք տեղում եւ մարդիկ, ովքեր իրենց գլխի հետ խնդիր ունեն, այդ խնդիրը նաեւ վերարտադրում են եւ դնում են երիտասարդների գլխի մեջ, ընդ որում միանգամայն ցենց անբռնազբոս ձևով։ Լավ հայագիտություն հասկացանք, բա քաղաքագիտություն, այս ինչ մակարդակը, սոցիոլոգիա, ուրա։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այս դիսցիպլիններն են, որոնք բազային են, տեղում ադապտացնելով տեղական, այսպես ասենք, քաղաքական միտք, քաղաքական հոսանքների տեսական բազա որպես մշակելու համար։ Դրա համար ամեն sense հեղեղում կա։ Գիտեք, օրինակ սոցիալիստական երկրների վերաբերյալ շատ հետաքրքիր է այդ հարցը։ Ես ման շատ եմ կարդում, ես իմ հետազոտությունների բերումով ինձ հետաքրքիր է ծանոթանալ հենց այդ սոցիալիստական, հա, փորձին, որը բավական լավ ուսումնասիրված է իրականում։ Եվ ես շատ հետաքրքիր բաներ եմ ինձ համար բացահայտել։ Նախ, ինչպես դուք ասացիք, տարբեր սոցիալիստական երկրներում իրավիճակը ոչ միայն տարբեր է, այլ մեխանիզմներն էին տարբեր։ Այդ առումով բախտը ամենաշատը բերեց, չգիտեմ, դա ուղղակի ասել թե ճակերտներում Գերմանիային, որը ուղղակի միավորվեց եւ այդ արևմտյան ոնց որ մասը իր ուժերով, իր ռեսուրսներով շատ լավ օգնեց Արևելյանին։ Օրինակ, այնտեղ երևի միակ երկիրներ, որտեղ իրոք հնարավոր էր այդ նույն լյուստրացիան անել, որովհետև լյուստրացիան ինչ է, երբ որ դու հանում ես այդ վերին էլիտայի շերտը, ինչ որ մեկը պետքա գա փոխարինի, ու Արևմտյան Գերմանիայից շատ սիրուն եկել են դրանց փոխարինելու։ Այսինքն դա նրանց մոտ անցել է առանց կոլապսի, առանց, իհարկե, այնտեղ կար եւ ներքին դժգոհություն եւ խնդիրներ եւ այլ, բայց դրանք հաղթահարելի են այդ ամեն ինչը։ Ուրիշ երկրներում բազմաթիվ խնդիրներ եւ հետաքրքիր է, որ այդ պոստսովետական նոստալգիան նրանց մոտ սկսել է առաջանալ արդեն 90-ականների վերջում եւ 2000-ականների սկզբին, որովհետեւ այդ լյուստրացիան առաջինը չափից դուրս շատ մարդկանց փաստորեն ճակատագրերի վրա անդրադարձավ եւ շատերը օրինակ մտածում էին ախր հա ինձ հիմա աշխատանքից ազատում են, բայց ես ինչ եմ արել, ես ընդհանրապես փորձել եմ ադապտացվել այդ պայմաններին եւ ես ուրիշ ձև չունեի, այլապես ես ոնց կարող եի ապրել կամ նման մի բան, այսինքն այնտեղ կային նաեւ հանուն ապագայի բազմաթիվ բաներ էին իրականացվում, որոնք մարդկանց կողմից ընկալվում են որպես անձնական անարդարության փորձ եւ դա շատ ծանր էր անդրադառնում։ Դա է պատճառը, որ հիմա արդեն երրորդ սերունդ է այդ մարդկանց, որոնք անընդհատ լսել են, թե ինչ անարդար են նրանց հետ, հա, միգուցե վարվել կամ սովետական այդ սոցիալիստական շրջանում ինչ լավ էր, որտեղ օրինակայում մենք ունենք օրինակ բնակարան, մենք ունենք աշխատանք, մենք ունենք այս, մենք ունենք այն, երիտասարդությունը դա ընկալում է կոնտեքստից դուրս,
Երիտասարդությունը շատ վատ է պատկերացնում սովետի իրական կոնտեքստը, բայց շատ լավ ընկալում է ձերի օրինակ բնակարանների, ձերի կրթության, համատարած ուրեմն աշխատանքի եւ գործազրկության բացակայության գաղափարները եւ նրանց համար դա շատ հաճելի է, մտածում են ես ինչ դրախտում էին ապրում այդ մարդիկ, ոնց եղավ որ այդ դրախտը փլվեց եւ մենք հիմա չենք վայելում այդ ամեն ինչից։ Իսկ որ ձերի պանիրը որտեղ է գտնվում, այդ հարցի պատասխանը այո, որը նրանք իհարկե չեն տալիս։ Ու դա է պատճառը, որ այսօր մենք տեսնում ենք Սլովակիայում, Հունգարիայում, մենք տեսնում ենք էլի այդ աչերի վերադարձը, մենք տեսնում ենք այդ սոցիալիստական, այդ տոտալիտար գաղափարների ներթափանցումը նորից։ Նույն արևելյան Գերմանիայում այդ AfD։ Այո։ Եվ փաստորեն նույն բանն է իրականում ինձ թվում է տեղի ունեցել, չի միջև վերջ երևի չի վերլուծվել եւ չի մարսվել սովետական սոցիալիստական փորձը։ Մարդիկ երևի այո ինձ թվում է այդ երկրորդ, երրորդ սերունդների նկատմամբ երևի ուշադրությունը այդքան թվում էր թե այ դրանք ապրում են Եվրոպայում բավական բարեկեցիկ երկրամաս է եւ այլ, ուրեմն ամեն ինչ լավ է եւ պետք չի նրանց հատուկ անդրադառնալ, բայց իրականում երևի թե պետք էր, երևի թե միգուցե ես ինձ հիմա դժվար է գիտեք ասել, որտեվ ես քանի որ ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղվում, ոչ էլ պատրաստվում եմ, դա պետքա երևի նստել, էքսպերտների հետ խոսել, դա պետքա բազմաթիվ հետազոտություններ պետքա անել, առանց հետազոտության ոչ մի բան հնարավոր չի, ընդ որում հետազոտությունը չպետք է լինի զուտ քանակական, ասենք տոկոս է ինչ, այդքան տոկոս այո է ասում, այդքան տոկոս ոչ է ասում, չէ, մարդկանց հետ պետքա զրուցել եւ միայն այդ դեպքում դու բացահայտում ես նրանց վերաբերմունքի, նրանց մտքերի, նրանց զգացմունքների, նրանց այդ ամբողջ հովհարը, հա, ասենք ասենք եւ սպեկտրը եւ պետքա դա հասկանալ։ Առանց դրա ես այսօր մենք ինտերվյուներ ենք վերցնում մարդկանցից, հա, այդ սովետական շրջանի հետ, սովետական շրջանի վերաբերյալ։ Ու մենք տեսնում ենք, որ որքան շատ են այդ մոդելները, որքան շատ են այդ ոնց ասեմ ամբողջ այդ դիապազոնի տարբերակները, հա, մարդիկ կան, որոնք բավականին տառապել են սովետական շրջանում, բայց այսօր մենք տեսնում ենք նույն այդ պուտինյան դիսկուրսն են կրկնում, ու այստեղ կարծում եմ պետք է զարմանաս ինչու այդպես, բայց դա զարմանալի չի, որովհետև այդ խորհրդային ժամանակներում այն ինչ որ նրանք արել են դա իմաստավորված էր, դա իմաստավորված էր ընդ որում այդ կայսրության, հա, ամբողջ կայսրության շրջանակներում, նրանք իրենց զգում էին ինչ որ շատ մեծ բանի մի մաս, հա, այսօր ասենք նրանց խոսքը ոչ մի բան չարժե, իրենք այսօր լրիվ զգում են իրենց թերարժևորված, այո, հատկապես իրականում դա էլ է հետաքրքիր հետսովետական շրջանում այդ բոլոր դիսիդենտական շարժումների, այդ ուրեմն տարբեր տեսակի ազգայնական շարժումների ոչ հետազոտությունն է պատշաճ կերպով արվել, ոչ բարձրաձայնվել եւ հրապարակվել են տարբեր նյութեր, այսօր ինչ որ փոքր փորձեր արվում են, հա, այդ ստալինյան բռնաճնշումների հիմա փոքրիկ ուրեմն ցուցահանդես կա, ինչ որ փոքրիկ հետազոտություններ այստեղից այնտեղից, բայց հանրային լսողություն, հանրային հնչեղություն դա այդպես էլ չստացավ։ Հասկանում եք, ու դա շատ մեծ խնդիր է, ու ինձ թվում է, օրինակ այստեղ պետությունը կարող էր որոշակի նաև պատվերներ իջեցնել, շատ ավելի մեծ չափսերի, մեծ դիապազոնի պատվերներ, որոնք պետք է իրականացնեին այդ խորհրդային ժամանակների ուսումնասիրությունը, արժևորումը, վերլուծությունը եւ հանրայնացումը այդ ամեն ինչի։ Եվ համեմատությունը նաեւ այլ երկրների, որովհետեւ ունիվերսալ է դա։ Օրինակ, մեր մոտ, ինչպես մենք շատ եկցինք վերջերս խոսել գաղութատիրական այդ դիսկուրսը, չէ, հա, գիտնականները այդ բառը շատ են հիմա օգտագործում, բայց իրականում, եթե փորձես գտնել ինչ որ հոդված կամ մենագրություն, գիրք հայերեն լեզվով, դրանք չկան ուղղակի։
Ու կարող է 1-2-ը գտնվի, բայց չկան։ Դե ասում են մենք գաղութ չենք եղել։ Մարդը ինչ կարդա, եթե ուզենա իմանալ այդ մասին։ Ռուսաստանը մեզ միայն փրկել է, իսկ դուք անշնորհակալ մարդիկ եք։ Փրկության մասին գրքերը լիքն են, մի ամբողջ սովետական շրջաններ օգտագործում այդ գրքերը գրելու, բայց հակառակը այդ վերլուծությունը գաղութատիրական, գաղութային ընդհանրապես հետգաղութային, օրինակ հետգաղութայնությունը որպես կոնցեպտ, որպես գործողություն, որպես գործընթաց, որի մա տեղի ունենում, չկա այդ վերլուծությունը։ Ու այստեղ ես համարում եմ, որ այո, պետությունը անելիք ունի, պետք է իջացնի այդ պատվերը, միգուցե մրցույթների ձևով, ընդ որում բաց մրցույթների ձևով, հա, բայց դա պիտի լինի, այո, հանրայնացնելը դրա Իհարկե, եւ պետք է ասել, որ պետությունը որպես արժեք, ազատությունը, սուվերենությունը, այդ բոլոր կոնցեպտները նրանք չեն ադապտացվում մի օրում կամ նույնիսկ 10 տարում։ Դա բավական երկար ժամանակ է դրա համար պետք, մի քանի սերունդներ են պետք եւ իհարկե պետք է աշխատանք, վերլուծական աշխատանք, չգիտեմ, ինտելեկտուալների ներգրավվածությունը այդ process-ների մեջ Եթե դա չկա, ապա ինչի մասին ենք խոսում։ Շատ շնորհակալ եմ, Տիկին Անտոնյան, դե ի սկզբանե բանն էր, հա, խոսքն էր։ Այս ամենը ոնց որ ասում են գործը գլուխ գալու համար պետք է մատնացույց արվի, այնալ հրապարակային ձևով, որովհետև մենք իրոք կանգնած ենք խնդրի առաջ։ Լավ, մենք մի 10 տարի էլ ես կաշխատեմ, բա այս երիտասարդների կյանքը իրենց առջևում է ու մտնում են մի անորոշ աշխարհ, որը դեռ պարզ չի երբ ինչ-որ կարգ կհաստատվի եւ այստեղ կենսունակության հարց կա նաեւ։ Շնորհակալ եմ ձեր գործունեության համար եւ ձեր այս որ ժամանակ գտաք եւ տրամադրեցիք մեր եթերին։ Միշտ օր հանդիպում ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, մշակութային մարդաբան Յուլիա Անտոնյանի հետ, խոսեցինք մեր հասարակության հետ կապված մի շարք հիմնախնդիրների մասին եւ դրանց հնարավոր լուծումների, ելնելով այդ ամենի խորքային պատճառներից։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։